Օրերս շրջիկ կրկեսը Վեդի համայնքի Գոռավան բնակավայրեր է, կել իհարկե գաղտագողի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։ Ձևիստները շրջել են նախկին գյուղապետի այգիներում, ինչպես նաև ինքնակամ կառուցված սառնարանային տնտեսությունում։ Գարիկ Սարգսյանը նշում է գյուղատնտեսության զարգացման մթերման կայանների ստեղծման մասին կենացների մակարդակի խոսակցություններից զատ լավ կլիներ ուժեղ հոպարի տղան նախկին գյուղապետին հարցներ, որն է ձեր հարստանալու հաջողության գաղտնիքը, պարոն Բազիկյան։ Տեսնենք տեսախցիկի առաջ ինչ էր պատասխանելու։ Բնականաբար նման հարց չէր հնչելու, քանի որ Բազիկյանի կայծակնային հարստանալը համընկնում է Նարեկի ուժեղ պապայի եւ հանրապետական իշխանության կառավարման տարիների հետ։ Իհարկե, Բազիկյանը այժմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի աշխատասենյակում ստիպված է պատասխանել այս անհարմար հարցերին, իսկ այդ հարցերը հետեւյալն են. այդ ինչպես ստացվեց, պարոն Բազիկյան, որ ձեր գյուղապետ աշխատած տարիներին համայնքապատկան հարյուրավոր հեկտար հողերի կազմակերպված աճուրդներում հաղթող էին դառնում ձեր որդին, կինը, եղբայրը եւ այլ մտերիմ ազգականներ։ Ինչպես ստացվեց, որ դուք ստանալով գյուղապետի աշխատավարձ դարձաք ավազի եւ տրավերտինի հանքերի տեր։ Իսկ վերջում մեզ կասեք, թե ինչ ճարպիկ մեխանիզմով էիք մարում ձեր ջիպի գույքահարկը։ Գարիկ Սարգսյանը խորհուրդ է տալիս ուժեղիկներին ձեզ նոր հեծանիվ հայտնագործել պետք չի։ Իզուր մի ընկեք դաշտերով ու այգիներով։ Մի վարձեք բիզնես խորհրդատուներ։ Ընդամենը ձեր մոտ կանչեք Բազիկյանի պես նախկին ճարպիկ գյուղապետերին եւ իրենք ձեզ անվճար տրեյնինգ կանեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։